Ուշադրությունը այսօր ուզում եմ կենտրոնացնել այսօրվա քարոզի թեմայի վրա, որը այսպես եմ վերնագրել սիրելիներս, ինչ կա քո սրտում։ Ինչ կա քո սրտում։ Սիրելիներս, այսօրվա քարոզնել եմ պատրաստել ինչպես շատ ժամանակ տենց կետերով ու մենք կետ առ կետ կանցնենք 5 կետի մասին ենք խոսալու այսօր ու կփորձենք այդ կետերի միջոցով հասկանանք այսօրվա այդ քարոզի նյութը, այսինքն ինչ կա քո սրտում եւ դրանով Աստված միգուցե մեզ ինչ է ուզում այսօր սովորացնել։ Առաջի կետը, որպեսզի անցնենք, նախապես ուզում եմ ասել, որ այսօրվա թեման շատ մենք խոսալու ենք անապատների մասին, որովհետև այսօր անապատ անցնում է ամեն մարդ։ Հանձինս քրիստոնյան եթե գալիս է Աստծուն, ուրեմն դու անցնելու ես անապատով։ Էդի գրված է, էդի տենց լինելու է ու դրան հակառակ բան չկա։ Դու չես կարող քո Աստծուն համոզես, որ ասես Տեր ջան, ինչ կլինի ինձ անապատով չանցկացնես։ Եթե տենց աղոթք ես անում, ուրեմն արդեն ասել է թե հաջող ես անում բոլորիս։ Եվ ուզում ես արդեն ժամանակի շուտ գնաս քո Տիրոջ մոտ։ Դրա համար սիրելիներս այսօր պիտի կենտրոնանանք անապատ թեմայի վրա։ Եվ առաջին կետը, որ այսօր ուզում եմ ներկայացնեմ եւ որ ուզում եմ որ բոլորս էս իմանանք, հետեւյալն է. Աստված ինքն է տանում անապատ։ Դա շեղուղի չէ։ Աստվածա քեզ տանում անապատի մեջ, անապատի վրա։ Հալելույա։ Այ, բարեձ։ Բարեձ։ Ինչեր եք բացող այսօր ժողովուրդ ջան, բայց ոչինչ։ Սիրելիներս, առաջին կետը նորից եմ կրկնում, Աստված ինքն է տանում անապատ։ Այդ այտենց է։ Ելք 13-18 խոսքը։ Տեսեք ինչ է գրված, ասում է. այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց եւ անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով։ Եվ Իսրայելի որդիները գոտեպնված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ Ասում է Աստված ինքը անապատի ճանապարհով տարավ։ Այսօր անապատ բառը շուտ եմ ասելու, կարող եմ մեկ երգ կա ձեր բանում, հանկարծ սկսեք այդ երգը երգել, ժողովուրդ ջան։ Թեման այդ չի այսօր, հալելույա։ Այսինքն Աստված ինքն է տանում այդ անապատի ճանապարհով։ Հարց է մեզ առաջանում մեր մեջ, լավ խի։ Լավ Տեր Աստված, այդքան հրաշքով, այդքան յուրահատուկ ձևով քո ժողովրդին, որ առանց այդ էլ կոտորվել էին արդեն այդ Եգիպտոս ազգի ձեռը, չէր կարա մի հատ այնց ուրիշ ճանապարհով տաներ, հասցներ են խոստումի երկիր, որ իրանց համար դու պատրաստել ես, որ դու ինքդ ես արդեն նախապես ասել, որ ժողովուրդ հելնում ենք այստեղից։ Պիտի գնանք, նախապես պիտի մի հատ էթանք, որ Աստծուն ծոմ զոհաբերություն մատուցենք ու հետո խոստացված երկիր։ Տեր իմ Աստված, խի պիտի այդ ճանապարհով եւ անցնեմ։ Միգուցե այսօր քո կյանքում էլ սիրելիս այդպիսի մի հատ երևույթի մեջ ես դու, որ անապատային ճանապարհով ես սպայն անցնում ու սենց մեջդ հարց առաջանում, լավ Տեր, խի, ես պիտի հիմա այս ճանապարհով գնամ։ Խի պիտի ես ընտանեկան այս խնդիրների մեջով այս պահին ես անցնեմ։ Խի պիտի ես հիվանդության, այս ֆինանսական, այս հարաբերության խնդիրների միջով ես պիտի այս պահին եմ։ Խի պիտի ես պահին իմ հարաբերությունը իմ երեխեքի հետ ցես լարված լինի։ Խի Տեր իմ Աստված, ինչի համար է այս։ Եվ սիրելիս այսօր մենք փորձելու ենք այս հասկանանք թե արդյոք խի պիտի անցնենք։ Բայց մի բանով ուզում եմ որ դու քաջալերված ելնես, ելք 13-21, որ այդ անապատի միջով դու մենակ չես գնում, սիրելիս։ Ասում է Տերը գնում էր նրանց առջևից, ցերեկը ամպի սյունով ճանապարհը ցույց տալու նրանց, իսկ գիշերը կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր ցերեկ գնան։ Սիրելիս, այսօրվա առաջի հայտնություններից մեկը, որ ուզում եմ, որ դու ստանաս հետևյալն է, անապատի մեջին դու պիտի գիշեր ցերեկ քայլես։ Այնտեղ պաուզա չկա։ Դու չես կարա անապատը անցնելով ցերեկները սենց զորացած անցնես եւ գիշերները լրիվ սենց ուղակի ընկած վիճակ լինի։ Կամ հակառակը գիշերները Աստծո հոգին իջնի քո վրա մոտիվացիայով լինես ու ցերեկը երբ որ գործդ արդեն նորից սկսում է, հալելույա գնաց։ Սիրելիս, գիշեր, ցերեկ դու պիտի անապատի ճանապարհներում քայլես։ Հենց մի քիչ թույլ թողեցիր անապատի օդը, անապատի կենդանիները, օձերը մեկ էլ կսկսեն հարցակվելը, կսկսեն քեզ հում ուտելը։ Դրա համար դու պիտի շատ զգոն լինես այդ ժամանակ։ Գիշեր, ցերեկ, որովհետև թե ցերեկով,
թե գիշերով առաջնորդող ունես քեզ, որը Սուրբ Հոգին է։ Այսինքն նա միշտ հետդ է։ Նա միշտ կա։ Միգուցե դու նրան չես զգում, միգուցե չես տեսնում, բայց նա քո հետ է, որովհետև խոսքն է այդ ասում։ Իսկ եթե խոսքը այդ ասում է, ուրեմն դա տենց է։ Ինչ չի հետաքրքրում քո կյանքում, զգում ես, չես զգում, չես էլ համոզի ինձ, որ Աստված քեզ լքել է։ Որովհետև խոսքը ասում է գիշերով թե ցերեկով, տարբեր սյուների տեսքով, թե քամով, թե հոգով, թե կրակով, ես քեզ հետ եմ։ Հալելույա։ Եվ այդ գիշեր եւ ցերեկ դու պիտի քայլես, ասել է թե դու պիտի շարժման մեջ լինես, ասել է թե դու պիտի աղոթքով հարատևես, ասել է թե խոսքի մեջին պիտի հարատևես։ Եթե այդ ամեն կոմպոնենտների մեջին մի քիչ թույլ թողեցիր, ուրեմն ընկնելու ես։ Անապատի այդ ցերեկվա այդ օթը, այդ կրակը, այդ արևի այդ բոցը չես դիմանա դու։ Գիշերը այդ սառնամանիքին չես դիմանա։ Անապետի մեջին սովորաբար ջուրը շատ քիչ է լինում, հազվադեպ է լինում, կծարավես ուղակի, կսովես, չես դիմանա։ Բայց եթե Աստծո հոգով ես, եթե թողում ես որ Աստծո հոգին քեզ առաջնորդի, խոսքով ես քայլում, ուրեմն այդ խոսքը քեզ այդ զորությունը տալիս է սիրելիս։ Այսպիսի հայտարարություն եմ ուզում անեմ։ Անապատը Աստծո կամքն էր, ոչ թե նրա վրիպումը։ Աստված չէր ուզում իր ժողովրդին պատժածներ անապատի մեջ, ժողովուրդ ջան։ Աստված նախապես արդեն միջև իր ժողովրդին այդտեղից հանելը, ինքը արդեն պլանավորել էր, որ իմ ազգը պիտի այդ անապատի միջոցով անցնի։ Ուրիշ տարբերակ չկա։ Սիրելիս, միգուցե Աստված քեզ այսօր քո Եգիպտոսից քեզ արդեն հանել է։ Ես քեզ ուզում եմ այսօր քաջալերեմ, որ Եգիպտոսից, երբ որ քեզ հանեց քո Եգիպտոսից, հաջորդ դիստանցիա, հաջորդ դեստինացիան քո կյանքում անապատն է լինելու։ Հենց որ եթե այս պահին վերապրել ես այդ Եգիպտոսից այդ դուրս գալու օրը, որ ծափերով, ուրախությամբ այս ինչ օրը գցեց Աստված սատանային, հալելույա։ Այսինքն ուրախությունով եռանդով շարունակես, որովհետև գիտես հեսա ուր ես գնում։ Անապատ։ Հալելույա։ Երկրորդ կետը սիրելիներս։ Անապատում բացահայտվում է, թե ինչ կա քո սրտում։ Կամաց արդեն մոտենում եք այն հարցի պատասխանին, լավ խի պիտի այդ անապատով անցնեմ։ Ժողովուրդ ջան, շատ պարզ է Աստված ասում։ Ասում է պիտի մի հատ ձեր սիրտը տեսնեմ։ Հələ կավելացնեմ, ոչ թե մենակ ուզում եմ, որ ես ձեր սիրտը տենամ, ես արդեն լավ էլ գիտեմ այդ սրտի մեջ ինչ կա։ Ուզում եմ, որ դուք տենաք ձեր սրտում ինչեր կա։ Դե օրինաց 8:2 ասում է. հիշիր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը 40 տարի ման տվեց քեզ անապատում։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ոնց որ sense փոքր երեխու պես զերը բռնես, ելել եք ման գալու պապայդ հետ։ Ասում է 40 տարի քեզ պատուտ տվեց անապատի մեջին։ Ընդամենը 11 օրվա ճանապարհ էր, բայց որ իրանք պիտի էթային։ Բայց ժողովրդի սրտի ներսի եղածով 40 տարի պատուտ է տալի Աստծուց հետ։ Ժողովուրդ ջան, շատ պարզ է, Աստված ամեն մեկից քննությունների մեջով անցկացնելու է։ Այդ քննության մեջին, եթե բավարար պատասխան ստացար, 11 օրում կավարտվի այդ քննությունը։ Այդ քննության մեջին, եթե անդադ նույն գալատն ու սխալն ես անում, անդադ նույն բողոքն ու մուննատնա բերանից դուրս գալու, նույն անհավատությունն է դուրս գալու 40 տարի պատուտես տալի անապատի մեջ։ Մի հատ sense շատ ցավալի sense բան պիտի ասեմ, որ Աստծո համբերությունը մեր համբերությունից գերադասում է ժողովուրդ ջան։ Աստված ստրես չունի։ Ինքը 40 տարի է համբերատար քո հետ կքայլի այդ անապատի միջոցով։ Ավելի շատ խնդիրը դու ես։ Ասում եմ որպեսզի քեզ խոնարեցնի, քեզ փորձելու համար եւ իմանալու, թե ինչ կա քո սրտում։ Եվ թե կպահես արդյոք նրա պատվիրանները, թե ոչ։ Հարցի պատասխանը խի ենք անցնում անապատով, որպեսզի քեզ խոնարեցնի, հալելույա, փաստորեն խոնարվելու կարիք ունենք, փաստորեն, քեզ փորձելու համար, փաստորեն Աստված մեզ ուզում է փորձի, որ իմանա, թե ինչ կա քո սրտում, սրտիդ մեջինը տենա, հələ արի մի հատ տենանք, էլի այդ Ազիզ ջան, արի մի հատ իրար հետ ձեռս տուր, իրար հետ անապատով պդուդներ անցնենք, տենանք այդ սրտումը վաբշե, ինչ կա, ինչ չկա, ուզում է տեսնի, արդյոք են բոլոր իրա տված խոսքերը
պահելու ես, թե չէ։ Գիտես, երբ որ Եգիպտոսից այդ պահին դուրս ես գալի, Աստված ճանապարհդ բացում է, ծովը կերտում է, ու դու տենց կոմար հավեսին առանց որևիցե մի հատ կաթիլ ջուր քո վրին թափվելով, տենց թրոքեն ոնց են ասում հայերեն, չոր անցնում ես այդ ճանապարհով։ Այդ ժամանակ շատ հեշտ է Աստծո խոստումներին հավատալը եւ Աստծո կամքով քայլելը։ Հեշտ է, որովհետեւ ամեն ինչ པարզ է, ջուրը ստեղ, մեջտեղով էթում ես, ուրիշ տարբերակ չունես։ Այսինքն այդ երևույթում Աստծո խոսքին հնազանդվելը շատ հեշտ է։ Բայց երբ որ այդ ճանապարհը, որ ուրիշ տարբերակ չունես, կամ պետք է ֆրաս հետեթաս նորից քեզ կոտորեն Եգիպտոսի ժողովուրդը, կամ պետք է Աստծուն հավատալով ուղիղ եթաս, որ անցնես։ Դժվար չի, բայց երբ որ անցար, երբ որ այդ ջրերը վերջացան, երբ որ արդեն լայն անապատը սկսեց, գիտես շատ ուղություններ կան, որ կարաս եթաս։ Ու այդտեղ Աստված ուզում փորձի քեզ տենա, արդյոք այդ նույն իր խոսքը կպահես, թե չես պահի։ Սիրելիս Ելից 16:3-ում տեսեք ինչ է գրված։ Իսրայելի որդիներին ասացին նրանց. Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինենք Եգիպտոսի երկրում։ Ճանապարհին են, անապատի մեջ են Իսրայել ժողովուրդը։ Ասում է երանի թե նրանք որ ամբողջ օրը աղոթում են որ Աստված իրանց ընդեղից հանի։ Յուրահատուկ ձևով հանել արդեն։ Ասում է երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինենք Եգիպտոսի երկրում։ Ինչ լավ էր այն անապաշխարած վախտս այն մարդ։ Ոչ դարդ կար, ոչ ցավ կար։ Երբ միս կացաների մոտ նստած էինք ու կոշտ հաց էինք ուտում։ Խոսքի կոշտ հաց էին ուտում, բայց Երանի էին տալի կոշտ հաց ուտելուն։ Որովհետև մեզ բերեցիք այս անապատը։ Հələ խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Հասխալ բարասի, կուշտ, այ կուշտ հաց ենք ուտում, կոշտ չեն, լավ կոշտ թող ուտեն, ոչ։ Կուշտ հաց ենք ուտում, որովհետև մեզ բերեցիք այս անապատը։ Ժողովուրդ մի քիչ առաջ ով էր, ինչ կարդացինք, ով էր իրանց անապատ տանում։ Հիմիկում են իրանք մեղադրում, ով է իրանց անապատ տարե։ Մովսեսն ու Արոնը։ Որ այս ամբողջ ժողովրդին սովամա անեք։ Մի քիչ առաջ Աստված իրանց արդեն ասում է, որ ես եմ ձեզ ճանապարհ տանում, ես եմ ձեզ անապատ տանելու, բայց հիմա այդ նույն ժողովուրդը մեղադրում է Մովսեսին ու Արոնին, ասում է, լավ, խի մեզ Եգիպտոսից հանիք, վադեր տեղներս, կոշտ հաց ենք ուտում, փորներս կուշտ կմեռնենք էլի այնտեղ։ Սիրելիս, երբ որ դու անապատ ես անցնում, շատ ժամանակ դու մոռանում ես, որ այդ ճանապարհները, որ դու գնում ես, այս պայն Աստված է կարգել, որ դու պիտի գնաս ու սկսում ես աջ ու ձախ մարդկանց մեղադրես։ Տատս է մեղավոր, որ այսօր օրն եմ ես։ Այն ծնողս, որ սեն շաներ ես այսօրը չէի ընգնի։ Այն հարևանս, որ չկռար, այս Մերսեդեսի շիթը չէի խփի պատին։ Ոմանց համար այո Մերսեդեսը խփելը միտեղ էտա իրանց անապատը։ Իրանց հավատքի մակարդակը այդքան է։ Աստված այդքանով է կարող այդ մարդկանց փորձել, որովհետև գիտի մի քիչ ավելի լուրջ փորձություն որ եկավ, արդեն հալելույա վիճակ ալնելու։ Խնդում եք, բայց լուրջ բան եմ ասում։ Ոմանց համար մի քիչ արդեն ուրիշ բաներ են փորձությունները։ Չեմ ուզում ստեղ ինչ որ համեմատական բան գնա արդեն սենց ով ավելի լուրջ փորձություններով անցնում, տենց բաներ չէ՞ կա հավատացյալներում։ Ախպերես, քո կյանքն է։ Բայց սիրելիս, իմացիր, որ եթե այդ անապատային ճանապարհների մեջին դու չես կենտրոնանում, օր ու գիշեր չես զբաղվում այն ամեն ինչով, որ Աստված քո համար պատրաստել է, ուրեմն վաղ թե ուշ սկսելու ես մեղադրել քո կողքիններին։ Կողքիններդ են մեղավոր, որ դու այսօր ես վիճակում ես։ Հայտարարություն։ Կարիքն ի հայտ է բերում, ինչ նախկինում ծածուկ էր։ Ինչի կարիք ունեն այդ պահին։ Հացի։ Մի քիչ սոված պետք է մնային այդ պահին։ Միգուցե մի քիչ ծոմապահությունով պետք է այդ պահին զբաղված լինեն։ Հենց կարիքը առաջանում է, նոր են ծածուկում իրանց ներսի եղածը դուրս է գալի։ Սկսում են արդեն մեղադրել, փնտրել, էսա մեղավոր, այնա մեղավոր։ Հենց մի քիչ կյանքումը դժվարությունները սկսում է, հիշում ես բոլորին արդեն կնիգս է մեղավոր, տղամարդս է մեղավոր, հովիվս է մեղավոր, այս եկեղեցուս այս քույրն է մեղավոր, մի խոսքով։
Ամեն մարդ սկսում է մեղավոր լինել։ Խի, որովհետև այդ անապատի իրավիճակում, երբ որ մարմնական ցանկությունն է առաջանում, մոռանում ես ամեն ինչ։ Դժվարություններն են սկսում ու դու լրիվ կենտրոնանում ես մենակ այդ տվյալ դժվարության վրա։ Երրորդ կետը։ Աստված թշնամիներին թողնում է, որ իր ժողովուրդը սովորի կռվել։ Դատավորաց 3:1-2 ասում է սրանք էին այն ազգերը, մի քիչ առաջ այդ միջև այդ սկսելը ազգերին է թվարկում, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն ամենքին, որոնք չգիտեն քանանացիների բոլոր պատերազմների մասին, միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեն։ Ինչ հետաքրքիր Աստված ունենք մենք։ Եգիպտոսից հանումա, թշնամու ձեռից հանումա, տանում է մի հատ ուրիշ թշնամու ձեռն է գցում, որ իրանց միջոցով սովորենք պատերազմել։ Հալելույա։ Ուստի ինչ ասում, Աստված չի սովորացնում, պատերազմել։ Հələ տեսեք ով է մեզ սովորացնում պատերազմել։ Ասում է, էսի շատ կարևոր է, ժողովուրդ, էսի մեծ հայտնություն է։ Միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելին, ով սովորեցնի իրանց պատերազմել, այդ ազգերը։ Սիրիս Աստված չի սովորացնելու քեզ ոնց պատերազմես։ Աստված չի այդ անելու։ Աստված այն ազգերին են թողելու է քո կյանքում, որ իրանք քեզ սովորացնեն պատերազմելը։ Կամ իրանք անդադ քեզ sense կզացնելու են, նզովացնելու են ու քեզ ցույց են տալու, որ դու չես կարա, որ դու թույլ ես, որ դու վատն ես, որ դու չգիտեմ ինչ ես։ Միչև մի օր sense մեջդ բան առաջանա, որ հələ մի րոպե, կարող է ես էլ պիտի հելնեմ իրանց հետ կռիվանեմ։ Թե անընդհատ պիտի ծնկներից վրա, օ Տեր օգնիր ինձ, Տեր իմ Աստված։ Ժողովուրդ ջան, ես դեմ չեմ ողբալով Աստծուց խնդրելը, ողբալով Աստծուց զորություն խնդրելը, բայց Աստված քո պատերազմները չի պատերազմելու այն իմաստով, որ ինքը կարգել է այն թշնամիներին, որ դու պիտի պատերազմես, որ դու պիտի իրանց դեմ կռիվ տաս, որովհետև Աստված քո մեջ է ուզում բան փոխի, ինքը փոխվելու կարիք չունի։ Ինքը իրան մակարդակին թշնամի էլ չունի։ Դու ունես կարիք կռվելու, դու ունես կարիք փորձվելու։ Եվ Աստված այդ ազգերին թողելու է։ Ես չգիտեմ այդ ազգերը քո կյանքում ովքեր են։ Բայց մի բանով կարամ քեզ ապացուցեմ, որ այդ հաստատ քո ամուսինը չի։ Եվ քո կինը չի, քո զոնքաչը չի եւ քո կիսուրը չի։ Որովհետեւ մեր կռիվը արյան եւ մարմնի դեմ չէ։ Մեր կռիվը հոգևոր է սիրելիներս, այս ինչքան եմ, հալելույա։ Սիրելիներս, հասանք ընկետին, որ պիտի հասկանանք, որ այդ անապատի մեջին լինելու են թշնամիներ, երբ որ այդ անապատից էլ դուրս գանք, հələ ամեն ինչ հարթված չի, լինելու են թշնամի ազգեր, որի դեմ մենք պիտի կռիվ տանք, որովհետև պիտի սովորենք պատերազմել, որ ամեն մի հատ փոքր քամուշ չընկնենք նորից։ Երկ 23-29-30 ասում է նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առաջից, որպեսզի երկիրը ամայի չդառնա եւ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ Նրանց կամաց պիտի քշեմ քո առաջից, մինչև որ դու բազմանաս եւ ժառանգես երկիրը։ Հələ Աստծո մտածելակերպը ժողովուրդ։ Ասում այդ ազգերին, որ թողում են, որ մի հատ իրանց դեմ պատերազմեք, այտենց մի հետից չեմ քշելու բոլորին, մի հատ պատերազմ չես կռվելու քո կյանքում։ Վայ, ես ինչ փորձություններ, այ մարդ վերջապես բրծնեմ այս փորձությունները մի քիչ հանգստանամ։ Այդ մտածելակերպով կարամ քեզ ասեմ, որ վարքյաններ ա տերվելու միջև հաջորդ փորձությունը գա։ Որտեւ ուրեմն հələ էլի իմաստը չէր հասկացել այդ փորձության։ Ասում է կամաց ու էսա շատ ցավալի մեր համար, որովհետև համբերություն չունենք ժողովուրդ։ Ուզում ենք ամեն ճարագի մեջին, ուզում ենք Աստված գերբնական միած հրաշք, հալելույա, փոխվեց ամեն ինչ։ Սենց մի հետից տրամադրությունս եկավ տեղը։ Կարա տենց լինի, բայց էլի դու ես պատասխանատու։ Եթե միջև այդ Աստծո խոսքը կերած լնես, ուրեմն այդ իրավիճակների մեջին իմանաս ինչ պիտի անես։ Ուրեմն այո, վարքյանական կարաս հելնես ու ասես՝ «Ետս անցիս սատանա»։
Հալելույա։ Բայց դու ինքդ ես պատասխանատու, որպեսզի դու ինքդ սովորեցնես քեզ։ Մարմնով ոնց որ թե ուզում ես ուժեղանաս, պարապում ես, նույնպես էլ հոգևոր դաշտում նույնն է սիրելիներս։ Դավիթը ձեր կարծիքով այդ ինչ դուխերի չկներեք, ես արտասեմ, բայց ինչ դուխերի չէ իր մեջ, որ այդ եկա Գոլիաթին տեսավ մի վարքան կասկած չկար իր մեջին։ Ասեմ խի, որովհետև դրանից մի քանի գլուխ առաջ Սամուելը երբ որ եկավ որ իրան օծեց, ինքը որպես թագավոր էր արդեն օծված։ Բայց այդ ժամանակ երբ որ Գողիաթի հետ պատերազմի պետք էր հələ Իսրայել ազգ ուներ թագավոր, Սավուղներ։ Կարելի է ենթադրել, որ Դավիթը մի բանով հաստատ էր, որ երբ որ Գողիաթի դեմը կանգնած էր, սենց էր մտածում, որ ախպեր չգիտեմ, մեկն ու մեկս մեռնելու ենք, բայց հաստատ ես չեմ կարա լինեմ, որտեվ ես պարզապես մի հատ խոսք ունեմ։ Այդ խոսքն է, որ Աստված ինձ օծել է որպես թագավոր։ Կարելի է դրանից ենթադրել, որ դու ես մեռնելու։ Հալելույա։ Սերներս ժամանակն է եկել, որ երբ որ թշնամին դեմներս կանգնած է նայենք իր ճակատին, իր երեսին ու տենցել ասենք, այ ոնց են ասում ունբշլիտեն, անթերպատ եսիմ ինչ, շուն, չէ, շուն ասեց վայթեմ, ով ես դու, բայց Դավիթը միջև այդ գիտեք ինչ էր անում ժողովուրդ ջան, մենակ հոր տանը ուղակի սենց հավեսին նստած վիճակում չէր, միջև այդ Աստված իր արդեն նախապատրաստում էր, այդ փոքր այդ գառնոկներին, որ Տեր էր կայնում, այդ արջերի ու այռուցներից ով էր այդ գառներին պաշտպանում։ Այսինքն ինքը իր փոքր գողիաթների դեմ հավատարիմ կռիվ անել գիտեր, երբ որ եկավ այն գերբնական ժամանակը, որ պիտի կանգներ այն գողիաթի դեմ, ու նրան ասեր, որ մեռնողը դու ես ելնելու այսօր։ Սելիս կարաս, երբ որ քո կյանքում այդ անապատային ճանապարհներում այդ փորձությունները դեմդ կանգնած են, որ ասես մեռնողը դու ես լինելու։ Ես պիտի ապրեմ ու Տիրոջ փառքը պատմեմ։ Հալելույա։ Կամաց։ Հաջորդ հայտարարությունը դիմադրությունը մարզման մաս է։ Սիրելիս, այո, շատ ժամանակ ուղղակի դիմադրելա պետք, պայքարելա պետք, հեշտա չէ, հեշտ չի։ Բայց ես ոչ միտեղ մեր Աստծո խոսքի մեջին չեմ կարդացել, որ մեր կյանքը հեշտ ու հարթ լինելու, բայց կարդացել եմ, որ եթե մահվան շուքի մեջով էլ գնամ, նա ինձ հետ է։ Հալելույա։ Չորրորդ կետը սիրելիներս։ Ճշմարտ տակ դուրս է գալիս այն, ինչ իրականում մեր մեջ կա։ Ճշմարտ տակ դուրս է գալի այն, ինչ իրականում արդեն մեր մեջ կա։ Մեր եղբայրը բացման խոսքի մեջին օրինակը արդեն բերեց սիրելիներս։ Բայց ես էլ եմ մի հատ օրինակ պատրաստել, որ կուզեմ ուղղակի մի հատ ցուցաբերեմ։ Գիտես, երբ որ դու Աստծուն գալիս ես, այս երկու հավատացյալները եկել են Աստծուն։ Տարբերություն տենում եք իրար մեջ։ Կարմիր հավատացյալներ են երկուսն էլ։ Սիրուն շորիկ հագած։ Okay։ Հիմա եկել են Աստծուն։ Աստված իրանց Եգիպտոսից հանել է։ Բայց երբ որ Եգիպտոսից հանում է Աստված, անապատը պատրաստում մեր համար։ Տենց է։ Ժողովուրդ Աստծո որդին ինքը պիտի այդ անապատի ճանապարհով անցներ։ Քեզ ինչ ատում քո սիրուն աշկերի մարդ դու պիտի ազատվես դրանից։ Եթե Հիսուս ինքը պիտի առաջնորդվեր անապատ, ասում է եւ Աստծո հոգով լցված գնաց անապատ։ Ու գիտեք ոնց դուս եկավ։ Ղուկասի ավետարանի մեջ այդ բառը տենց գրված, ասում է Աստծո հոգու զորությամբ դուս եկավ։ Ժողովուրդ անապատի գլխավոր իմաստը այն է, որ դու լցված Աստծո հոգով մտնես եւ Աստծո զորությամբ, Աստծո հոգու զորությամբ դուրս գաս այդ ամեն ինչից։ Եվ սովորես կռիվ տալ, ոչ թե մենակ կռիվ տալ, այլ սովորես հաղթությամբ կռիվ տալ։ Ժողովուրդ ջան, մարդկա ամբողջ կյանքն էլ կռիվ է տալի, այդ անապատից տենց էլ դուրս չի գալի։ Որտեվ կռիվ է տալի իր շվաքի հետ, իր հարազատների հետ ու չգիտեմ եկեղեցու քույր եղբայրների հետ։ Այդտենց սաղ կյանքն էլ կռիվ տալով կանցնի իր կյանքը։ Բայց այդ չի մեր նպատակը, մեր նպատակը հաղթելով կռիվ տալն է, հաղթանակով դուրս գալն է։ Ու գիտես, երբ որ դու այդ ամեն ինչի ընթացքում ունես մի հասկացողություն, որ Աստված իմ հետ է, ինչ էլ ուզում է լինի, Աստված ինձ ազատել գիտի, ուրեմն Աստված կապ չունի ինչքան տեսակի փորձություններով թույլ տա քո կյանքում որ գան։
Իմաստ պիտի հասկանաս, որ Կորինթացիների մեջ շատ պարզ է Աստված ասում, որ ոչ մի փորձություն քո կյանքում նա թույլ չի տա, որ ինքը վստահ չի, որ դու ի վիճակի ես այդ փորձության միջով անցնես սիրելիս։ Խնդրում եմ մի հատ առաջ անցնենք։ Ուրեմն Գործ առաքելոց 16:23-29 մենք տեսնում ենք երկու եղբոր մասին, որ մի բան են հասկացել։ Եկեք տեսանք ինչն են հասկացել։ Խոսքը Պողոսի եւ ինչ են ասում հայր Շիրա Սիլասա գերմաներեն կներեք որ չեմ կարում տենց արագի մեջին 16:23-24-ում տեսեք ինչ է գրած ասում նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին նա լավ խփեցին վերքերով լի երկուսը ու բանտ են գցում բանտապետին պատվիրելով որ նրանց զգուշությամբ պահի նա էլ այսպիսի հրաման ստանալով նրանց մեկուսարան գցեց, այսինքն լրիվ ուրիշներից հեռու են, մեկուսացված են իրանք, եւ նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Հերիք չի լրիվ մեկուսացված են իրանք, այն ժամանակվա այդ բերթերը որ խոսում է դրա մասին, ժողովուրդ ջան, գիտեք, սենց այսօրվա մեր լուքսուս հոթելների մասին չի խոսքը գնում, որ տելևիզորով ամեն ինչով, տես բան չկար այն ժամանակ։ Այն վաղտվա բերթեր ու շատ ժամանակ իրանք գետնի տակ էին գտնվում ու տենց բարձր չէր։ Իմ նման կոլոտ մարդը կարող էլի տեղավորվել, բայց հաստատ վաճի կախվոր նման մարդը չէր կարենալու ընդ կանգներ։ Պետք է ինքս ինքան արդեն սենց վիճակում նստած, ոտերը կապած, մեկուսացված լրիվ։ Հələ կյանքը ինչ վիճակով է սեղմում էս երկու աղբորը։ Ինչ վիճակով է սեղմում էս երկու աղբորը։ Սերներս գիտեք, երբ որ Իսրայել ժողովրդին Աստված հանեց այդ ամեն ինչից, որ ինչ անի, որ իրանց սիրտը քննի։ Գիտես, կապ չունի ինչ տեսք ունեին իրանք, ինչ կարող է հավատացյալ տեսք ունեն, բայց եթե մի քիչ կյանքը սկսում էր սեղմելը նրանց, սև բողոք էր դուրս գալի, մուննաթ էր դուրս գալի, մարդկանց սկսում էին մեղադրելը, դուք մեզ տեղից հանեցիք, ու կապ չունի, ինչքան ուժեղ է սեղմում։ Կարող է մի հատ թեթև քամի սենց լինի, մեկ նույն բանն է դուրս գալու։ Մի հատ թեթև ավտոտ քսեցիր, մեկը մուննաթա դուրս գալու։ Մեկ էլ մի հատ այնպես լուրջ բան ալնում, ուժեղ են սեղմում, բայց էլի նույն բանն է մեկը քո մեջից դուրս գալու։ Այսինքն կախված չի ճնշումից։ Մի հատ թեթև բանից էլ թեթև ճնշում էլ լավ, մեկը նույն բողոքն է քո մեջից դուրս գալու։ Հալելույա, այսինքն ճշմելույա կյանքը մեկը միջև վերջին են ամենա բողոքը դել դուրս գա, որ էլ Ապշե բան չկա այն ամեջից դուրս գա։ Միջև որ հասնես այն մակարդակին, որ հասկանաս, այն մարդ էս ինչքան բան է, ինչքան ավելի են բողոքում, այնքան ավելի է վատանում կյանքս, ճզմում են։ Միջև էս վիճակում ես հայտնվում։ Ու հետո մի բան ես հասկանում, որ կարող է իրավիճակից չի։ Կարող է ես եմ խնդիր այ մարդ։ Կարող է ես իմ մեջ ինչ-որ մի բան պիտի փոխեմ։ Սերներս Պողոսն ու Շիրան մի բան էին հասկացել, եթե անցնենք առաջ, որ կապ չունի կյանքը իրանց ինչքան էր նեղում։ Ասում եմ, կես գիշերին հետաքրքիր է, որ Ղուկասը, երբ որ այս Գործ առաքելոցը գրել է, ինքը ուզում է հենց հատուկ շեշտի հետ երբ այլ է։ Գիտես, որովհետև շատ ժամանակ, եթե դու դժվար իրավիճակներով ես անցնում, ցերեկով այդքան խնդիրները տենց չեն։ Հիմնականում գիշերն են նա, որ սենց մի հատ նորից իրականությունը սենց խփում է քեզ, որ հիշում ես, որ սկսում ես այդ լալելը, սկսում ես այդ հուսահատվելը, դες ես ինչ մենակ եմ, ինձ ոչ մեկ չի սիրում, ինձ ոչ մեկ չի ուզում, ես ինչ վատն եմ ես։ Ասում եմ, կես գիշերին։ Տես, դու լացում ես, այս աղբերները ինչ են անում։ Դու լողակի լացում ես, որ ինչ-որ մեկը քեզ լավ կոմպլիմենտ չարեց, ամուսինը չորը դասատեսավ քեզ կոմպլիմենտ չարեց, արդեն ինքնա բանդ համակարգից ես լրիվ մի հատ խառնվել է իրար։ Բայց elə տեսեք Պողոս ու Շիրասը կես գիշերին այդ իրավիճակներին ինչ էին անում։ Պողոս ու Շիրան աղոթելով օրհնում էին Աստծուն։ Իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ։ Այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին եւ բոլոր դռներն իսկույն բացվեցին ու բոլորի կապանքներն էլ արձակվեցին։ Ժողովուրդ, այս երկու աղբերը մի հատ ուրիշ բան էին հասկացել, որ եթե ես իմ Աստծուն փառաբանել գիտեմ, կապ չունի կյանքի ինձ ինչքան ուզում է ճզմի, միշտ
գոհություն ու փառաբանություն է մեջից դուրս գալի։ Ուզում են ամենավատ նորությունով գան, ուզում է բժիշկները էս ասեն, ուզում է իմ շտոյա բրաթերը էս ասի, ով ինչ, ուզում է թող ասի, մեգա իմ մեջից նույն բանն է դուրս գալու, հալելույա, դաժե գերբնական ձևով է դուրս գալու, հալելույա, փառք Տիրոջը, երցի քուրս, այո, երբ որ սկսում ես փառաբանելը, այս ես պիտի փառաբանես, ոչ թե ձևական։ Հալելույա։ Օ, էդի ավելի լավ։ Հալելույա։ Տեր օրհնի, մերսի։ Հերիք։ Այո, երբ որ լավ փառաբանում ես, էլ չես նայում, կեղտոտվում ես, չես կեղտոտվում, կողքից ինչ են նայում, այս են սաղ ուշադրությունը գրավելու ես։ Նայելու են քեզ տենան ասեն, այ մարդեսի գժվել է, ես ինչ անեմ։ Բայց այո, թող տենց էլ մտածեն, այո, Աստծո գիժը եղի։ Բայց փառաբանի քո Տիրոջը, ցանկացած իրավիճակի մեջ, ինչ ուզում ա թող կատարվի սիրելիս։ Որովհետև եթե մի բան հասկանաս, որ այդ իրավիճակների լուծումը ոչ թե ուղակի մունատ գալն է, ոչ թե բողոքելն է, այլ Աստծո փառաբանելն է, ինչքան շուտ այդ ամեն ինչը հասկանաս, այնքան քո օգուտն է։ Որովհետև ինչ է կատարվելու։ Քո կողքինները ականջ են դնելու։ Քո կողքի բռնված մարդը, այդ նույն իրավիճակում գտնվող մարդը, քեզ փառաբանելիս, քեզ լսելիս, իրա կապանքներն են քանդվելու սիրելիս։ Կարում ես այդպես բոցավառես քո կողքի նստածներին, քո ընտանիքի անդամներին սիրելիներս։ Այսօր հուսահատվելը, այսօր ընկճվել ամենահեշտ բանն է։ Հերոսություն չի այդ ամեն ինչը։ Էդի շատ թույլ ես ուրեմն, դու շատ թույլ մարդ ես, շատ վախկոտ մարդ ես, ու մի բան ասեմ, խնդրում եմ ինձանից չնեղանաք, բայց վախկոտները Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Եթե այսօր պոռնիկների, չգիտեմ ինչերի մասին է խոսքը գնում, ուրեմն այդ ցանկը հələ շարունակվում է, ու ասում է վախկոտներն էլ չեն ժառանգելու Աստծո թագավորությունը։ Սիրելիս քաջ եղիր։ Ու Աստծուն ամեն իրավիճակի մեջին փառաբանիր, որովհետև փառաբանության եւ երկրպագության մեջ այդ հաղթանակը սիրելիս։ Աստված իր խոսքի մեջին շատ պարզ է ասում, որ ինքը իր ժողովրդի փառաբանության եւ երկրպագության մեջ է բնակվում։ Եվ այս հայտարարությունն եմ սիրելիս պատրաստել, որ փառաբանությունը կոտրում է շղթաները։ Դրա համար երբ որ այդ իրավիճակի մեջ ես, երբ որ զգում ես, որ ուղղակի ամեն կողմից ճնշում կա, ճնշում են, ճեզմում են, էլ չգիտես ինչ լինի, բայց մեկը, եթե դու որոշել ես, որ պիտի փառավորես դրան, ուրեմն կապ չունի ինչա քո կողքը կատարվում, ինչա քո մեջ կատարվում, այո քո զգացմունքներն էլ քեզ չեն հետաքրքրում, որովհետև մի հատ կանգնում ես ասում ես ինչ ա եղել քեզ ով իմանց, փառաբանիր Տիրոջը։ Կլնի կռիվ տանք ժողովուրդ ջան, ու բարից բուն իմաստով կռիվ տանք։ Պողոս առաքյալը չգիտեմ որ թղթի մեջ ասում է եւ մենք աղոթքներով բարբա ենք կպնում, ղինեն։ Մենամարտում ենք։ Հələ բետ պատկերացրա քեզ աղոթում ես ու սկսում ես մենամարտություն մտնել։ Ես լուրջ բաների մասին եմ խոսում։ Այո, պիտի մենամարտես շատ ժամանակ։ Պիտի այդ պիղծը քո դիրքից արդեն հասկանա դու ոնց ես տրամադրված։ Եթե դու գետին ընկած ես ամբողջ օրը լալում ես, ուրեմն ինքը գիտի որ հա էլի հուսացած ես Աստծուն, բայց գիտի որ շատ փխրուն ես, որ շատ թույլ ես, որ մի հատ թեթև քամով ամեն անգամ դες գցելու է քեզ ներքև։ Բայց եթե ես կանգնած ես, հստակ, բռունցքը դուրս ու ասում ես ի՞նչ է, արի Աստծու հետ կռիվ տանք։ Սիրելի շատ ժամանակ դու ինքդ մի հատ քեզ պիտի այդ մոտիվացիայի մակարդակին հասցնես, երկ դիր այդ պահին, մի հատ մոտիվացիող բան արա այդ պահին քո կյանքում, մի հատ քեզ խփի այսպես, մի հատ որ ուշքի գաս, մի հատ մտքերդ նորից վերականգնվես, ու սկսես արդեն կռիվը։ Ու այս ամեն ինչը պայքար է սիրելիս, էդի սենց ինքս ինքյան չի պատահում, չես է թմբի տեղ սենց տոկահարվում ես մեկ ես սկսում ես հալելույա սկսեցինք, տենց բաներ էլ կա, բայց մենք տենց բաների հետ կապ չունենք սիրելիներս։
Մեր Աստծուցնա, մեր Սուրբ Հոգուցնա, այո, երբ որ Սուրբ Հոգին իջնում է այդ բան, երբ որ նրա կրակը թափվում է քո վրա, ուրեմն այո դու սկսում ես մենամարտել, սկսում ես կռիվ տալ եւ չես համակերպվում այն իրավիճակի հետ։ Սերներես կապ չունի կողքից ինչեր են լինելու։ Այդ կողքի ասածները սաղ ճիշտ է։ Ախր բանը էդ է էլի որ հասկանում եմ մարդկայնորեն հասկանում եմ կողքի ասածները կարան ճիշտ լինեն այդ երևույթի համար։ Բայց ես գիտեմ, որ ճշմարտությունը Աստծո խոսքն է, ու եթե այդ ճիշտը չի համընկնում, չի լուծվում Աստծո խոսքի ճշմարտության տակ, ուրեմն իմ համար սուտ է։ Ուրեմն այդ չի։ Սիրիս գիտես, երբ որ գործի տեղը հազա տերմին ունեմ, եթե մարդը գալիս է, ու ես դեռ չգիտեմ ինչի համար է ինքը գալիս է ու ինքը իր ճիշտն է պատմում այդ պահին ինձ։ Այսինքն ինչ որ մի բան իր հետ պատահել է ու ինքը իրավաբանական այսպես խնդիր ունի, լուծումը փնտրում այդ պահին։ Ինքը չի կարա այդ լուծի, խի, որովհետև օրենքի գիտքը ինքը չգիտի օրենքի կետերը, այդ իր Lebenssachverhalte, այսինքն իր կյանքի այս պահի իրավիճակը լուծումը ոնց տա օրենքի գրված կետերի տակ։ Իմ պատասխանատվությունը այդ պահին իրան լսելուց հետո ոչ թե իր ճիշտը թելելն է, այլ իրան ասելը աղբերս քուրս հասկացա հիմա այդ ամեն ինչը փորձենք մտցնենք այս օրենքի տակ կփորձենք եթե ստացվի ուրեմն կանցնենք եթե չի ստացվի ուրեմն պետք է մուծվես շատերը հիմա ասում են ռեշուծուզի երանգունեմ խնդիր չկա ուրեմն անում ենք լուծումա չի լուծում կապ չունի կարևորը մենք հալելույա Բայց իրականում էսա իմ գործի բնույթը մենակ էսա մեկը գալիս է կյանքն է պատմում ես իր կյանքը վեկալում եմ փորձում եմ ինչ-որ մի բանի տակ մտցնեմ եթե մտնում է հալելույա լավ է եթե չի մտնում լավ չի այս նույնը սիրելիներս մեր կյանքն է Քեզ պատկերացրա որպես իրավաբան Աստծո կողմից կրթված Աստծո խոսքով կյանքի իրադարձությունը ինչ որ մի բան է քեզ մոտեցնում ու ասում ես սենց պետք է հիմա լինի իսկ դու ասում ես ոչ աղբերս տենց չի լինելու որովհետև ճշմարտությունը ուրիշ է ասում եթե ես քեզ չեմ կարող սրա տակ մտցնեմ ուրեմն դու սուտ ես դու սխալ ես մերժում եմ քեզ Հիսուսի անունով Բայց դուք կպատկերացնեք իմ վիճակը, երբ որ այդ մեկը նստած լինի ու իր կյանքը պատմում, ես իր կյանքին պատմող ոչ մի բանի մասին տեղյակ չլինեմ, որ կարենամ այդ հարցը լուծումը տամ։ Կխառնվեմ իրար, կասեմ վայ ես ինչ պետք է անեմ, ոտերս կսկսի արդեն դողալը։ Հատկապես եթե մի քիչ դրանից առաջ արդեն ինֆորմացած եմ, որ այս ինչ տերմինն է գալու, այս ինչ հարցի շուրջ, ու ես իմ կյանքում երբեք այդ հարցը չեմ ունեցել իմ իրավաբանական sense ասած կարիերայի մեջ։ Արդեն sense եմ լնում, վայ մամա ջան, խայտարակ ենք լնելու, այս ինչ պետք է ասեմ։ Հետո լսում ես շեֆը գալիս ասում է շատ կարևոր մանդատ է ինքը, պետք է լուրջ լինենք իր հետ։ Վայ։ Ինչի՞ց է խնդիրը։ Օրենքի իմաստություն, պակասություն իմանալուց, որ չգիտեմ այդ կետը ոնց պետք է լուծեմ։ Բայց եթե չգիտեմ, ինչ կարամ անեմ։ Ասեմ, արա էլ 2 ժամ ժամանակ ունեմ։ Մի հատ կենտրոնանում եմ, մի հատ էլ հանգստացի, ոտերը նորից ուղի, մի հատ քեզ կարգի բեր, ու մտի, ChatGPT-ին հարցրեք դրա։ Այդ հեշտ լուծումներն են միշտ փնտրում։ Բայց չէ ժողովուրդ ջան, մատերիալներ կա որ պետք է ավելի խորանաս դու իմ բանի մեջին։ Պատրաստվում ես, այն ամենավերջին բանով փորձում ես, ինչքան կարենաս քեզ լավ պատրաստես, որ երբ որ այդ իրավիճակը գա, որ դու հանդիպում ես այդ խնդիրի հետ, խնդիրը այդ մարդը չի, այդ մարդու ասած պատմությունն է խնդիրը։ Երբ որ կարենաս արդեն լուծումը գտնես մոտավորապես, ասես, սենց կարանք անենք։ Ու ամեն մարդ գոհ է, ուրախ է։ Հալելույա։ Սիրելիս Եթե խոսքի պակասություն կա քո կյանքում, ուրեմն ամեն ժամանակ այդ իրավիճակները, երբ որ քեզ մոտենան, ոտերդ իմ նման sense սկսելու է թուլանալը։ Դրա համար պետք է այդ խոսքի մեջին սնվես, այդ խոսքը պետք է մեջ քո գործի, որ այդ ամեն իրավիճակների ժամանակ կայնես ամեն սիտուացիա հնազանդեցնես Աստծո խոսքի տակ։ Հալելույա։ Եվ վերջի կետը սիրելիներս 5-րդը, անապատը ավարտվում է, խոստացված երկիրը սպասվում է։ Օրինաց 5:8-7 ասում է, որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր, դաշտերից եւ լեռներից բխող գետերով, աղբյուրներով եւ խորը ջրերով։ Ժողովուրդ ջան, Աստծո խոստում է էսա։
Բայց որպեսզի այդ երկրում կարենամ այն մնացած այն թշնամիները որ պիտի կան կարենամ իրանց դեմ գոյատևեմ, մի հատ պիտի իմ ներսը մաքրվի, մի հատ պիտի հասկանամ ոնց պիտի այդ իրավիճակների մեջին գործեմ, ոնց պիտի գոհությամբ ամեն ինչին մոտենամ, որովհետև Աստված Երեմիա 29:11-ում ասում է, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ են եւ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա եւ հույս տամ։ Ժողովուրդ, Աստված քո վատը չի կամենում։ Աստված այդ անապատով քեզ անցկացնում է, որ քեզ կարենա այն ապագան ու այն հույսը տա, որի համար քեզ պատրաստել է սիրելիս։ Եվ այս վերջին հայտարարությունով կավարտենք այսօրվա քարոզը։ Անապատն անցուղի է, ոչ թե բնակավայր։ Սիրելիս, եթե դու այս պահին գտնում ես անապատի մեջ ու արդեն քո պահվածքով արդեն մեբելները դες սկսես շարել այդ անապատի մեջին, խնդրում եմ այդ մեբելները նորից հավաքի, որովհետև այդ քո բնակարանը չի, դու տեղ չես մնալու, դու տեղ չես ապրելու, էդի անցուղի կա, դրա համար Աստված դաժե ասում է, որ պիտի արագ անցնենք, դրա համար գիշեր ցերեկ պիտի քայլենք այդտեղով, որ ինչքան շուտ այնքան մեր օգուտն է։ Եկեք մեր պահվածքով 11 օրվա ճանապարհը չսարքենք 40 տարի սիրելիներս, այլ ամեն իրավիճակի մեջին փառք տալով Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն անցնենք Հիսուսի անունով։ Ամեն։